Փաշինյանը, վերջերս Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում ավետել էր փոխնախագահ Ջի.Դի Վենսի փետրվարյան այցի մասին եւ Հայաստանի մասով գրել էր, որ մենք կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար։ Կհստակեցնեք ինչի մասին է խոսքը, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանը ատոմային կայան կառուցելու մասով արդեն կողմնորոշվել է եւ ընտրել է ամերիկյան տարբերակը։ Այստեղ զուտ հիշեցնեմ, որ դուք ասում եք, որ փոքր մոդուլային ռեակտորները անվտանգ են, քանի որ եթե նրա այնտեղ վտանգ է լինում, դա համարվում է լոկալ նշանակության արտակարգ իրավիճակ։ Մինչդեռ փորձագետները ասում են, որ ամեն ինչը անորոշության քողի տակ է թաքնված, քանի որ եթե ավանդական ատոմականների մասով ունենք 80 տարվա փորձ, ապա ՓՄՌ-ների մասով ընդհանրապես փորձ չկա համաշխարհային, ու Ռուսաստանն ու Չինաստանը որոշակի փորձ ունեն, բայց ոչ գետնի վրա կառուցված ՓՄՌ-ների մասով, իսկ մնացած երկրները այդ փորձն էլ չունեն։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը, եթե ընդունել է նման որոշում, ինչ հիմնավորում է ընդունել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքը փոքր է, եթե ասենք որոշեն այստեղ կառուցեն ու հանկարծ լինի ինչ-որ վտանգավոր միջադեպ, նույն Թուրքիան, որը համարվում է տարածաշրջանում ԱՄՆ գործընկերը, հիմնական գործընկերը ու նաև ՆԱՏՕ անդամ երկիր, ինքը Ռուսաստանի հետ է համագործակցում ատոմականների կառուցման հարցով։ Հիմա Հայաստանը ընդունել է որոշում չի ընդունել ու արդյոք ինչքանով է հիմնավորված, որ մենք կարող ենք լինել փորձադաշտ նման ՓՄՌ կառուցելու համար։ Շնորհակալություն։ Օգոստոսի 7-ին Վաշինգտոնում նախագահ Տրամփից ստորագրել եմ 3 մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերվել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան, եւ մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, ովքեր տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։ Ինչ վերաբերում է ձեր նշած փորձագետներին, պետք է խնդրում ենք այդ փորձագետների կոնտակտները մեզ տվեք, որպեսզի մենք նրանց որակավորումը ստուգենք։ Մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց դա էլ ասեմ, որ մտահոգություն անարձագանք կամ չի անտեսվելու, եւ մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Չինաստանի հետ եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո։ Հիանալի համաձայնագիրը միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին է։